Մինչև այսօրվա մեր զրույցի բունյոթին անցնելը, ես մի քանի խոսք ուզում եմ ասել այն մասին, թե ինչպես ծագեց ընդհանրապես արևելագիտությունը, օրիենտալիզմը։ Արևելագիտություն, արևմտագիտություն, ոնց որ թե չգիտենք ինչ բան է, իսկ չգիտենք, թե արևելագիտությունը ինչ բան է։ Դե իհարկե միջնադարում արդեն հատկապես արաբական Իսպանիայի ճանապարհով, խաչակրաց արշավանքների ճանապարհով ինֆորմացիայի փոխանակում կար, որոշ թարգմանություններ էին անում, բայց դա արվում էր շատ այսպես թշնամական ձևով, այսինքն եթե երկու մի մեծ հանրույթ պատերազմում են, իրենք ձգտում են իրարից բան չվերցնել, սա ոնց որ թե միշտ այդպես է եղել։ Ու այդ պատճառով շատ ուշ ձևավորվեց այս գիտությունը եւ սովորաբար դա կապում են իհարկե վիճելու տեղ կա այստեղ գաղութատիրության հետ։ Այսինքն հենց որ եվրոպական երկրները լայն արևմուտքը սկսեցին շահադիտական նպատակներով թափանցել այս աշխարհ, իրենք անմիջապես հասկացան, որ գիտելիք չունեն։ Եվ այդ գիտելիքը անհրաժեշտ է։ Այդ գիտելիքը նվաստացնող գիտելիք է։ Նրան ում մասին պիտի ձևավորվի այդ գիտելիքը։ Ես ինչ որ բան դիտարկում եմ, որովհետև պիտի օգտագործեմ դա։ Եվ պիտի օգտագործեմ մի վնաս։ Եվ այստեղից գալիս է եւս մի շատ հետաքրքիր բան։ Այս ամենը զգալով օրիենտալիզմի նկատմամբ եւ օրիենտալիստների, այսինքն արևելագետների նկատմամբ խիստ բացասական վերաբերմունքը հենց այդ ուսումնասիրողների կողմից արաբերեն մուստաշրիկ, արևելագետ, հայհյանքը։ Եվ այստեղից մի հետաքրքիր հարց, իսկ մեզ համար արևելագիտությունը ինչ է, մենք ունենք արևելագիտություն, բավականին այսպես լավ ավանդություն ունենք, մի հատ պետական, մի շարք մասնավոր համալսարաններ ունենք, որտեղ այս ամեն ինչը ուսումնասիրվում է, լեզուները, մշակույթը, կրոնը։ Մենք պարզ է, որ էլի ինչ-որ կայսրական բաներից ենք ժառանգել, հիմնականում ռուսական կայսրությունից, ինչ-որ չափով ֆրանսիական, գաղութատիրական միտումներն են ազդել, անգլիական եւ այլն։ Բայց մեզ համար այդ գիտելիքը չափազանց կարևոր է, բայց ոչ որպես արևելագիտություն։ Այդ պատճառով ես կարծում եմ, որ մեզ համար ամենակարևորը դա տեղադրել մի շարք հարթություններում, դա մշակութային մարդաբանությունն, սոցիալական գիտություններն են եւ այլն, եւ իհարկե կրոնագիտությունը։ Եվ այս առումով հայ գիտնականները, որոնք զբաղվում են իսլամով, արաբական երկրներով, Իրանով, Թուրքիայով եւ այլն, իրենք պարտավոր են մեր հասարակությունը տեղյակ պահել այն մարդկանց մասին, այն մշակույթների մասին, այն պետությունների մասին, դրանց կազմակերպման, դրանց համակարգի մասին եւ այն կրոնների մասին, որոնց մեջ մենք ապրում ենք եւ ապրում ենք դարերով եւ մենք պարտավոր ենք հարգել եւ հաշվի առնել այն բոլոր առանձնահատկությունները, որոնք նրանք ունեն։ Եվ այստեղից ես գալիս եմ այսօրվա արդեն իմ թեմային, որը կապված է մի շարք շատ կարևոր հասկացությունների հետ։ Սերը, ամուսնությունը, ապահարզանը, սեռական հարաբերությունները իսլամում։ Շատ ընդհանուր մի թեմա է, բայց կարևորագույնը մենք պիտի այդ ամեն ինչը իմանանք։
մենք պիտի իմանանք, թե ինչպես են մարդիկ վերաբերվում տարբեր այդ զգացմունքների, այդ ինստիտուտների դրսևորումների։ Սերը դե թվում ամեն ինչ պարզ է, սերը էլ այդքան էլ պարզ չի, որովհետև այստեղ հիմնակարայինը մուսուլմանի, սուննի մուսուլմանի, շիա մուսուլմանի տեսանկյունից մի այա է, որ Ալլահը ստեղծել է մարդկանց եւ ջիններին իրեն երկրպագելու, իրեն ծառայելու, հա, իրեն հանձնվելու համար։ Ասլամը ամբողջովին հանձնվել, իսլամ, հա, ըստեղից։ Ուստի կա մի բացարձակություն, որի համար արարվել է արարածը։ Եվ միայն այդ բացարձակությունն է, որը արժանի է սիրո։ Եվ մնացած բոլոր զգացմունքները կապված են եւ բխում են այս զգացումից, այս գիտակցությունից, այս պարտքից, հավիտենական պարտքից։ Ուստի եթե ինչ որ մարդ սիրարվելով ասում որ ես քեզ սիրում եմ Ալլահից շատ, նա ուղղակի չի գիտակցում ինչ է ասում, նա մեղք է գործում, նա խիստ մեղք է գործում եւ պատժվելու է, հա։ Եթե մեկը հանդուրժում է որ իր զգացումները իրեն շեղեն այդ ամենամեծ իր պարտքից, Ալլահին սիրելուց, ուրեմն նա նորից մեղք է գործում։ Եվ մնացած ամեն ինչ էսպես, հա, այսինքն իսկ ինչ է այդ դեպքում սերը տղամարդու եւ կնոջ միջև։ Շատ այաներ կան սրան նվիրված եւ մի շարք էլի այսպես սկզբունքային հանգատուներ կան, որոնցից առաջինը այն է, որ քեզ թույլատրված է այն ում դու վերցել ես կնության եւ ում տիրել են քո բազուկները։ Մեկնաբանները ասում են, որ այս երկրորդ մասը հարճերին, այս տրկուիներին է վերաբերվում։ Այսինքն ում դու վերցել ես կնության եւ ում տիրել են քո ձեռքերը։ Երկրորդ այան, էլի կան այաներ, հա, մի քանի սուրաներում են։ Երկրորդը ասում է, որ քո կինը քեզ համար որպես արտ է, արտի նման է։ Ուրեմն գնա քո արտը, ու այստեղ շատ հետաքրքիր է, որ թարգմանություններում շատ, ու նաև մեկնաբանություններում այնպիսի բառ է օգտագործված, որը թույլ է տալիս թարգմանել ինչքան ուզում ես, կամ ինչպես ուզում ես։ Եվ սա սկզբունքային տարբերություն է, դուք կարող եք պատկերացնել արդեն իմ նախորդ պատմածներից, թե այս տարբեր մուջթահիդներ, ֆակիհներ, ինչ երկար վեճերի մեջ են մտել։ Պիտի ասեմ, որ շատ մանրամասն մշակված է ամուսնության, ապահարզանի եւ այլն այս ամեն ինչի հետ կապված խնդիրները։ Եվ շատ տարբեր մոտեցումներ կան, երևի թե այն հարցն է, որի շուրջ ամենաշատն են տարաձայնությունները 4 կրոնաիրավական դպրոցների, մասհաբների միջև։ Բնականաբար այաներից հետո ուրեմն սուննան է, այսինքն Մուհամմադի կյանքն է։ Մուհամմադի կյանքը այս առումով, թե ես պատմել եմ, որ Խադիջայի հետ էր ամուսնացած եւ Խադիջան արդեն 2 անգամ այրացել էր եւ նոր Մուհամմադ Մարգարեի հետ ամուսնացավ եւ իրենից տարիքով շատ մեծ էր եւ քանի Խադիջան ողջ էր, Մուհամմադ Մարգարեն որևէ մեկին կնության չէր վերցրել, բայց ով Աստված ողորմած մահացավ Խադիջան, Մուհամմադ Մարգարեն տարբեր կանանց վերցրեց կնության եւ այնպես եղավ, որ միաժամանակ նույնիսկ 9 կին ուներ։ Հա, ինչը մենք բոլորս գիտենք, որ իսլամը թույլ է տալիս ընդհանրապես 4 կին ունենալ միաժամանակ։ Բայց այդտեղ ուրեմն Ալլահը բնականաբար իր ցուցումն է ուղարկում անմիջապես, որ ասում է, որ թույլատրված է 4-ը, բայց
դու բացառություն ես, քեզ թույլատրված ավելին, որպեսզի դու նեղություն չկրես։ Սա էլի վեճերի եւ իրար մեղադրելու շատ մեծ բան է տալիս, առիթ է տալիս, եւ հատկապես ուրեմն այն ատված արևելագետների մոտեցումը, որոնք հասկանալի է, որ օգտագործում են այս փաստը, որպեսզի տարբեր մեկնաբանություններ տան, մենք կարող ենք ենթադրել, ինչպեսի ես ձեր համեստությունը ուրեմն այստեղ փորձում եմ խնայել, եւ հենց մուսուլմանական գիտնականների, որոնք այլ բացատրություններ են տալիս։ Ինչ բացատրություններ են տալիս, ասում են դե Աբու-Բաքրի դստերը, որը դեռ հասուն չէր, Մարգարեն վերցրեց կնության, տարավ իր տուն, սպասեց, որ հասունանա, նոր ամուսնացավ, այսինքն ամուսնություն կար արդեն, բայց նոր իրականացեց ամուսնությունը, որովհետև ուզում էր ավելի սերտ դարձնել իր կապը իր ամենամտերիմ զինակցի հետ, արդեն ազգակցական կապ ստեղծելով, բայց հետո հասկանալով, որ կա եւ երկրորդ զինակիցը, որը նույնպես շատ կարեւոր է, կնության վերցրեց նաեւ Օմարի դստերը, երբեմն վերցրել է կնության այն ցեղերից կանանց, որոնք նվաճվել են, պարտության են մատնվել, ստրկության են վերցվել, որպեսզի, ասում են մուսուլմանական գիտնականները, այստեղ ասեմ, ընդգծեմ, որպեսզի այս ցեղերը իսլամ ընդունեն, այսինքն կրոնական գիտելիքը տարածելու նպատակով, երբեմն քաղաքական նպատակներով, երբեմն մարդասիրությունից տրտված, ինչ որ իր զինակցի կինը շատ ծանր վիճակում է եղել, ինքը վերցրել է կնության, որպեսզի տեր կանգնի եւ այլն։ Այսինքն այս բացատրություններն են տալիս, պիտի ասեմ, որ Ղուրանում հատուկ այս բոլոր կանանց դերը ընդգծվում է, որ նրանք հավատացյալների մայրեր են, ճիշտ է, ամենաշատը հադիսներում եւ ընդհանուր սուննիական համայնքում Այշայի անունն է, բայց ստատուսով, կարգավիճակով դրանք բոլորը մուսուլմանների մայր են համարվում եւ նրանց բոլորին արգելված է մարգարեից հետո որևէ մեկի հետ ամուսնանալ, ինչը խիստ սահմանափակում է, ինչու, որովհետեւ նրանք կորցնեն իրենց կարգավիճակը, այլևս չեն կոչվի Ումմուլ Մոմինին, հավատացյալների մայր։ Ամուսնությունը, սերը եւ հարաբերությունները այնպիսի ոլորտ է, որ շատ մանրամասներ կան, ուստի այս մանրամասների վերաբերյալ կան պատմություններ մարգարեի մասին, որոնցով հիմնավորվում է այս կամ այլ վարվելակերպը, բայց զուտ, ասենք, կանանց քանակի եւ այլնի հարցում սա չի կարող օրինակ լինել, որովհետեւ Ալլահը ասել է, որ դու բացառություն ես։ Նախաիսլամական ժամանակաշրջանում բազմականություն տարածված էր, բազմականություն կար, այսինքն շատ տարբեր տիպի ամուսնություններ կար, գիտական անունները հիմա չասեմ, թե ինչ ում հետ կարելի էր, ում ցեղից կնության կարելի էր վերցնել, ում ցեղից չէր կարելի, որ ազգական կապներ կարելի եւ այլն։ Կարևորն այն է, որ որոշակի արդեն կանոնակարգվածություն կար։ Իսլամը այս կանոնակարգվածությունը հասցնում է արդեն շատ խիստ համակարգված ձևի, նշելով, որ եթե դու կարող ես, էլի ասվում է, արդար լինել մի կնոջ նկատմամբ եւ բավարարել նրան, ապա ամուսնացիր նրա հետ։ Եթե կարող ես արդար լինել երկուսի հետ եւ բավարարել երկուսին, ապա ամուսնացիր նրանց հետ եւ այդպես մինչեւ 4-ը, որը թույլատրված է։ Այսինքն 4-ից ավել արդեն չի կարելի, արգելված է։ Բայց մենք հիշում ենք, որ այայում գրված է եւ ում տիրել են քո բազուկները, հա։ Այսինքն 4 կին եւ ինչքան սիրտդ ուզի, հա, բայց հարց։ Հիմա կին եւ հարց տարբերությունը շատ խիստ եւ հստակ է։
Նախ այստեղ ամուսնություն է եւ ամուսնության նախորդում է խիտապ ասվածը, այսինքն նշան կարելի ասել, հա Թուրքիայում հենց այդպես էլ ասում են նշան, հա, նիշան, որի ժամանակ պայմանավորում են ամեն ինչի մասին, սովորաբար, ավանդաբար, դա երևի այսօր արդեն շատ դժվար է պահպանել այդ ավանդությունը, բայց ծնողներն են ընտրում եւ հարսն ու փեսան իրար չեն տեսնում, չեն հանդիպում, մինչեւ այդ խիտաբի օրը, այդ խիտաբի օրը պայմանավորում են ամենակարևոր բաների մասին։ Այն ամուսնական նվերը, մահրը, որը պիտի փեսան անի, փեսացուն անի հարսնացուին։ Սա հստակ թիվ ուներ, հիմա շատ տարբեր է այդ ամեն ինչը, բայց մոտավորապես աշխատում են մինիմալը պահել նույնը, մաքսիմում չկա։ 10 դիրհեմ, որը հավասար է մոտավորապես մի քիչ 5 գրամ ոսկուց իր գնով պակասը։ Եվ մոտավորապես դա էլ հենց վերցնում են որպես մինիմալ նույնիսկ այսօր։ Հա, ասենք, եթե մտնում ես տարբեր իսլամական սայթեր, անպատասխանում ես, որ տարբեր արժույթներով մոտավորապես այդ գինն է, հա, բայց սա մինիմումն է։ Եվ արդեն ընտանիքներն են պայմանավորվում, թե այդ ամուսնական նվերը ինչ ձևով է տրվում, ինչ գումարի է ընդհանուր լինելու եւ երկու մասի է բաժանվում սովորաբար, մի մասը մինչև արդեն ամուսնությունն է տրվում, հա, մյուս մասը արդեն սեռական հարաբերությունների, այսինքն ամուսնությունը իրականացնելուց հետո է տրվում։ Արդեն հարսանիքի փուլը ես մի քանի անգամ պատիվ ունեցել եմ հրավիրված լինելու հարսանիքների, թե շիական, թե սուննիական, ասեմ, որ դες տղամարդկանց մասը գոնե ոչ մուսուլմանների համար հետաքրքիր է զուտ ճանաչողական առումով, բայց բավական ձանձրալի է, որովհետև թե են խմում, սուրճ են խմում, տարբեր հյութեր են խմում, քասրավենիք են ուտում, զրուցում են, այդ ընթացքում ուրեմն մի իմամ նստած կարդում է, հա, ու փեսանել է այդտեղ, բնականաբար բոլոր ազգականները, արական սեռի այդտեղ են, հյուրերը հրավիրված, հա, կարդում է Ղուրանը, հիմնական նիսա, այսինքն կանայք սուրան են կարդում, որտեղ բավական մանրամասն տրված են ամուսնության հետ կապված պարտավորությունները, պարտականությունները, եւ մեկնաբանում է դրանք, բացատրում է եւ բոլոր մոտենում են, շնորհավորում են, սա այսպես վերջանում է։ Կինս էլ ինձ հետ միասին մասնակցում էր, բայց արդեն կանանց մասին իր պատմածներով սա շատ ավելի հետաքրքիր էր եւ այն բոլոր փակված կանայք, որոնց առօրյայում շատ հազվադեպ ես տեսնում դեմքը բաց կամ եթե դեմքը նույնիսկ բաց է, մնացած ամեն ինչը փակած չես կարող նայել, կնոջս պատմելով շատ այսպես բժնված, զարդարված, գեղեցիկ զգեստով, վարսավիրից նոր դուրս եկած, եւ կինս միամտորեն հարցրել է, այսքանը որ անում ես, ինչի ես թաքցնում, էլի պահում, ամուսնուս համար է սա։ Լավ մոտեցում է, բայց դե մենք սիրում ենք գեղեցիկը տեսնել, չէ՞։ Այնպես որ կարծում եմ մեր մոտեցումն էլ վատ չի։ Հարսանիքը այսպես է տեղի ունենում, հետո փեսան մտնում է, կանանց հարսանիքի մասը միանգամից զգուշացնում են, որ մտնելու է, ծածկվում են բոլորը, բացի հարսնացուից, որովհետև ինքը գալիս է իր հարսնացուին արդեն տանելու, եւ մի խոսքով գնում են։ Ամուսնությունը
գույքային առումով բավականին այնպես է կազմակերպված, որ կնոջը ապահովի։ Այսինքն կինը այդ ամուսնական նվերը, որ ստանում է, դա իրենն է։ Դա այն մասն է, ընտանիքին է բնականաբար ինչ-որ բան տրվում, բայց դա արդեն ուրիշ հարց է։ Իսկ ամուսնական նվերը, որը տրվում է հարսնացուին, սա իրենն է։ Եվ եթե հանկարծ Աստված չտա ամուսին մահանում է, դա իր մասն է, բացի ժառանգությունից, որը ժառանգում է, եթե ապահարզանա լինում, դա իր մասն է, որը պիտի վերցնի, երբ չի վերցնում, եթե ամուսնական հարաբերությունները սեռական առումով չեն իրականացվել, այս դեպքում ուրեմն այդ ամուսնական նվերը վերադարձվում է փեսային։ Ամուսնական պարտականությունները այնպիսին են, որ կինը պիտի հնազանդ լինի, ամբողջովին մասկուլինային է հասարակությունը, կինը պիտի հնազանդ լինի, կինը պիտի հոգա ամուսնու բոլոր կարիքները, պետքերը, նույնիսկ այսպիսի հադիս են պատմում, որ մի տղամարդ գալիս է մարգարեին եւ ասում է, որ կինս ինձ մերժում է իր ամուսնական պարտականությունները կատարելուց, ասում է նա իրավունք չունի, երբ որ դու այդ ցանկությունը հայտնում ես եւ եթե նա պատշաճ վիճակում է, այսինքն հիվանդ չի եւ այլն, կարող է դա իրականացնել եւ մերժում է միայն այսպես ասած իր կամաճույքից ելնելով, ապա դրա իրավունք չունի եւ մարգարեն ասում է նույնիսկ եթե նա թխված կա թխում, քեզ իրավունք չունի մերժելու, ասես զբաղված է, ես ալուրը բան անում, խմորը անում, նույնիսկ այդ պահին իրավունք չունի քեզ մերժելու, բայց տղամարդը պիտի 4 օրը մեկ անպայման իր պարտականությունները ամուսնական կատարի։ Ինչի 4 օրը մեկ, որովհետև 4 կին կարող է ունենա։ Կարող է պակաս ունենա, բայց նշված է, որ 4 օրը մեկ պիտի անպայման, եթե չի կատարում, սա արդեն լուրջ պրոբլեմ կարող է դառնալ, եթե փոխադարձ համաձայնությամբ չի։ Կամ եթե բացաթողնում ինչ-որ կնոջ հերթը, սա պրոբլեմ է։ Ինչ պիտի անի տղամարդը, պիտի ապահովի անպայման, պիտի բոլոր հոգսերը հոգա, պիտի ամբողջ ընտանեկան հոգսը երեխաներին ապահովելը եւ այլն իր վրա լինի։ Այս բոլոր պարտականությունները շատ մանրամասն թվարկված են։ Թվարկված են նաեւ շատ մանրամասն ում հետ իրավունք չունի ամուսնանալու, Ուրեմն մայրեր ասելով մայրը, տատը, տատու մայրը եւ այլն, դստրերի, ասենք դուստրը, դստրի, դուստրը եւ այլն, քույրերի, մորաքույր, հորաքույր, քերի, քերակին սրանց հետ եւ նրանց ծնողների եւ այլն, ում կարելի է ամուսնանալ մորաքրոջ, քերակնի, քերու, հորեղբոր, հորաքրոջ, դստրերի հետ։ Բայց էլի հադիս կա, մարգարեն ասում է, որ ցանկալի չի, որովհետև երեխաներ թույլ են ծնվում այդ ժամանակ։ Բայց դա բավական տարածված է եղել, հատկապես այն պատճառով ունեցվածքային էլի գույքային պատճառները, որ չծրվի ունեցվածքը, չբաժանվի։ Նա մի ընտանիքի, մի գերդաստանի մեջ։ Հիմնականում սրանք են արգելքները եւ մյուս մեր զրույցի ընթացքում ես արդեն կպատմեմ, թե ապարզանը ինչպես է լինում, թե ժամանակավոր ամուսնությունը ինչ բան է եւ այլն։